Ողջույն, այս հոլովակում դուք իմանաք սննդային թաղանթի կարևորության մասին եւ թե ինչպես են նախապատրաստվում տակառները։ Եթե ստացել եք տակառ փաթաթված սննդային թաղանթով եւ հարց է առաջանում ինչու, հիմա կբացատրեմ։ Տակառը սննդային թաղանթով փաթաթում ենք անմիջապես արտադրությունից հետո, երբ տակառի ներսը չոր է եւ չի շփվել խմիչքի հետ։ Այսպես փայտը պահում է իր բնական խոնավությունը եւ պահպանում է ամրությունն ու հերմետիկությունը։ Իսկ եթե թաղանթը հանել եք տակառին նայելու համար, բայց չեք օգտագործելու տակառը, խորհուրդ ենք տալիս կրկին փաթաթել սննդային թաղանթով մինչև իրական օգտագործումը, իսկ արդեն օգտագործելիս հետևել տակառի ուղեցույցին։ Միշտ տակառը խմիչքով լցնելը անհրաժեշտ է կարդալ ուղեցույցը եւ հետևել կանոններին։ Նախապատրաստման համար մեզ անհրաժեշտ է մուրճ, պլաստմասե խողովակ, ձագար, որևէ կտոր եւ եղման ջուր։ Տակառի խցանը բացում ենք մուրճով, հարվածելով կողքից։ Խցանի փոխարեն տեղադրում ենք խողովակը, ձագարը, կտորով ծածկում ենք այն մասը, որտեղ որ հնարավոր է ջուր թափվի, եւ ստուգում ենք ծորակի փակ լինելը։ Եթե սլաքը դեպի տակառն է, ուրեմն փակ է։ Մեր մոտ փակ է։ Ըստ մեր ուղեցույցի սկզբում անհրաժեշտ է լցնել քիչ ջուր, մոտ 100 մլ եղման ջուր։ Այնուհետև պտտական շարժումներով թռչում ենք տակառի ներսի բոլոր պատերը։ Այսպես ստուգում ենք տակառի հերմետիկությունը։ Եթե ամեն ինչ կարգին է, արտահոսք չենք նկատում, շարունակում ենք լցնել մինչև վերջ։ Եթե հանկարծ նկատեք արտահոսք որևէ տեղում, անհրաժեշտ է թրջված մասը արագ չորացնել եւ քսել բուսայուղ։ Լցրեցինք մինչև վերջ, հերմետիկ փակում ենք խցանը և թողնում 1 օր։ Հաջորդ օրը կրկին խցանը կբացեք մուրճով և պլաստմասե խողովակով խեղճությամբ կդատարկեք ջուրը։ Վերջ պատրաստ է օգտագործման։